Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ։ Տասնյակ տարիներ մենք գիտենք, որ կրկին ու կրկին խաբվել ենք քաղաքական գործիչների կողմից, ովքեր իրենց քարոզարշավների ընթացքում տվել են գեղեցիկ խոստումներ, գեղեցիկ խոսքեր են ասել և հետաքրքիր ծրագրեր են ներկայացրել։ Իսկ ընտրություններից հետո մոռացել են դրանց մասին և ոչինչ չեն կատարել։ Մենք հավատացել ենք նրանց այդ բանավոր հավաստիացումներին և արդյունքում մնացել ենք հիասթափված և կորցրել վստահությունը։ Կարծում եմ, որ ժամանակն է փոփոխության։ Առաջարկում եմ սկսել լուրջ քննարկում ընտրություններից առաջ քաղաքացիների և թեկնածուների միջև պայմանագիր կնքելու գաղափարը։ Այդ պայմանագրով քաղաքական գործիչները կպարտավորվեն պաշտոնապես հավաստել իրենց տված խոստումները։ Եթե որևիցե թեկնածու հրաժարվում է ստորագրել այդ պայմանագիրը, ապա դա նշանակում է, որ նրա խոստումները արժեք չունեն։ Դրանք պարզապես գեղեցիկ ելույթներ են ընտրությունների համար, ձայներ հավաքելու համար։ Եկեք խորապես դիտարկենք այս գաղափարը։ Թեկուզ ոչ կատարյալ, բայց ստորագրված պայմանագիրը ավելի լավ է, քան պարզապես խոսքերով տրված դատարկ խոստումները։ Սա միգուցե կլինի առաջին քայլը իրական պատասխանատվության, իրական պարտավորությունների և այնպիսի իշխանության ձևավորման ուղղությամբ, որը իսկապես կծառայի ժողովրդին։ Այս պայմանագիրը կդառնա վստահության գլխավոր գրավոր երաշխիքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին և քաղաքական գործիչներին լրջորեն դիտարկել այս առաջարկը։ Ստորագրված պայմանագիրը կլինի քաղաքացիական հսկողության և քաղաքական պատասխանատվության ամրապնդման իրական գործիք։ Տեսականորեն մարդիկ, ընտրողները կամ քաղաքացիների մի խումբ կարող են փորձել նման մի պայմանագիր կնքել այն թեկնածուի հետ, որը ցանկանում է ընտրվել։ Սակայն կան կարևոր իրավական և գործնական սահմանափակումներ։ Օրինակ, շատ ժողովրդական երկրներում քաղաքական խոստումները, նախընտրական խոստումները սովորաբար իրավաբանորեն պարտադիր չեն։ Դատարանները քաղաքական խոստումները հաճախ դիտարկում են որպես արտահայտվելու ազատության մաս, ազատ խոսքի մի մաս, այլ ոչ թե պարտադիր իրավական պարտավորություններ։ Հիմա հասկացաք, թե ինչու են հիմա խոստումները միշտ խախտվում, որովհետև դրանք ոչ մի իրավաբանորեն իրենց պատասխանատվության բերող չեն։ Թեկնածուն կարող է կամավոր կերպով ստորագրել մասնավոր իրավական համաձայնագիրը, հատկապես ընտրությունից առաջ, եթե համաձայնվի, եթե պայմանագիրը ճիշտ ձևակերպված է, փաստաբանի կողմից հաստատված և համապատասխանում է օրենքին, այն կարող է որոշակի պարտադիր ուժ ունենալ։ Սակայն պայմանագիրը պետք է չխախտի մի քանի սահմանադրական իրավունքներ։ Նույնիսկ եթե պայմանագիրը ստորագրված է, դրա կիրառումը կարող է մի քիչ բարդ լինել։ Դատարանները, օրինակ, կարող են հրաժարվել միջամտել քաղաքական գործերին, հղում անելով, որ իրենք իշխանություններից տարանջատված են այդ սկզբունքին համաձայն։ Թեպետ և ամբողջությամբ կիրառելի չլինի նման պայմանագիրը, կարող է ուժեղ քաղաքական և բարոյական ճնշում գործադրել թեկնածուի վրա, ցույց տալով, որ նա պատրաստ է հաշվետու լինել։ Այսինքն, եթե նա համաձայնվում է ստորագրել, նա պատրաստ է հաշվետու լինել։ Դա ինչ-որ մի ճնշում է լինում իր վրա։ Հնարավոր է պայմանագրի նման համաձայնագիր կնքելը, բայց դրա իրավական ուժը կարող է լինել սահմանափակ։
Դրա հիմնական ուժը կլինի բարոյական ճնշումը, քաղաքական, հանրային ճնշումը։ Այո, ըստ այդ փաստաթղթի դուք կարող եք հետո որոշ ճնշումներ գործադրել, իհարկե որոշակի ազդեցություն կունենա, բայց իրավաբանորեն ոչ մի ազդեցություն, դատավորներն էլ կհրաժարվեն այդ գործով զբաղվել։ Ինչ է իշխանությունների տարանջատումը, բերեք մի հատ նայենք դրան։ Իշխանությունների տարանջատումը ժողովրդական երկրների հիմնական սկզբունքներից են։ Այն նշանակում է, որ պետական իշխանությունը բաժանված է 3 անկախ ճյուղերի միջև, օրենսդիր իշխանություն, որը ստեղծում է օրենքներ, օրինակ խորհրդարանը կամ կոնգրեսը, ազգային ժողովը, գործադիր իշխանություն, որը իրականացնում է օրենքները, օրինակ վարչապետը, նախագահը եւ այլն, եւ դատական իշխանություն, որը գործածում է, մեկնաբանում է օրենքները եւ այլն, դատարանները մի խոսքով։ Յուրաքանչյուր ճյուղ պետք է չխանգարի մյուսի աշխատանքներին։ Սա է սկզբունքը։ Դատարանները սովորաբար հրաժարվում են վերահսկել եւ պատժել ընտրված պաշտոնյաներին քաղաքական գործողությունների համար։ Օրինակ, նախընտրական խոստումները չկատարելու դեպքում նրանք կհրաժարվեն պատժելուց։ Դա համար զարմանալի չի, որ չեն խառնվում նման ինչեր ասես տեղի ունենում, բայց դատարանը չի խառնվում քաղաքական գործիչների գործերին, ինչպես տեսնում եք արդյունքը ինչ է լինում։ Դա որովհետև կարող է խախտել քաղաքական իշխանության անկախությունը։ Մի խոսքով, կարճ ասած, դատարանները պաշտպանում են իրավական իրավունքները, բայց սովորաբար չեն վերահսկում եւ կառավարում քաղաքական գործիչների պարտականությունները։ Դա պետք է որոշեն ընտրությունները եւ ընտրողները։ Այսքան տեղը լավ հասկանանք, թե դատարանը ինչքան իրավունքներ ունի, ինչեր կարող է եւ ինչեր չի կարող վերահսկել, երբ խոսքը վերաբերվում է քաղաքական գործիչներին։ Որպես օրինակ նախնական տարբերակ պայմանագրի կարող է համաձայնագիրը կնքվել քաղաքացիների եւ թեկնածուի միջև, որպես փոքրիկ բազային համաձայնագրի ես ձեզ կներկայացնեմ, եթե ցանկանում եք օգտագործել օրինակ թեկնածուի միջև նման համաձայնագիր կնքելիս, բայց անհրաժեշտ է, որ փաստաբանը ստուգի, տեսնի ամեն ինչ ճիշտ է եւ այլն։ Իհարկե, պետք է ավելացվի նաեւ այն կետերը, որը դուք պահանջում եք։ Սա մի փոքրիկ օրինակ է, այնտեղ շատ ավելացնելու բան կա, բայց ընդհանուր, այսպես ասած, շաբլոնը այսպես է լինում։ Կողմերը, թեկնածուի լրիվ անունը, ազգանունը եւ այլը գրվում է, քաղաքացիների անունները գրվում են, խմբերի, ասվում է, որ թեկնածուն կամավոր համաձայնվում է կատարել հատուկ խոստումներ եւ պարտավորություններ, եթե ընտրվի, այսինչ պաշտոնում։ Պայմանները սրանք են պարտավորությունները, թեկնածուն պարտավորվում է իրականացնել հետևյալ նպատակները նշված ժամկետներում։ Օրինակ, այնտեղ գրվում են ինչ են ձեր պահանջները կամ ինչ է այդ թեկնածուն միգուցե իր ծրագրերով խոստանում, չէ՞։ Եթե նա խոստանում է, այսինչ բանը եւ ձեզ հիանալի է թվում, թող նշի այդ պայմանագրի մեջ հստակ նաև ժամկետները։ Ժամկետներն էլ են կարևոր։ Վերահսկում եւ հաշվետվություն։ Թեկնածուն համաձայնվում է պարբերաբար, օրինակ, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հրապարակային հաշվետվություններ ներկայացնել այս նպատակների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Նպատակները գրվում են, ժամկետները գրվում են, օրինակ այստեղ նշել եմ առողջապահության բնագավառում այսքան 2 տարի, անվտանգության բնագավառում
6 ամիս, 1 տարի այս բաները այսքան ժամկետում թեկուզ դա լինի անվտանգության հարցերով ամենակարևոր խնդիրները 6 ամսում, մնացած երկարատև ծրագրերը այսքան ժամկետում եւ այլը, դրանք պետք է նշվեն։ Եթե տեխնացուն առանց հիմնավոր պատճառի չի ապահովում այս նպատակների ողջամիտ առաջընթացը, քաղաքացիները կարող են ներկայացնել պաշտոնական գրավոր ծանուցում, ապա տեխնացուն համաձայնվում է կամավոր կերպով հրաժարվել ընտրված պաշտոնից ծանուցումը ստանալու 60 օրվա ընթացքում։ Սա նշվում է պայմանագրի մեջ։ Նաև վերահսկման հաշվետվության մասին գրվում է, որ տեխնացուն համաձայնվում է պարբերաբար, դա ասեցի, հաստատվում է այս համաձայնագիրը վկայում է եւ հաստատվում իրավաբանի նոտարի կողմից անունասկանունը, ամսաթիվը։ Այս համաձայնագիրը ներկայացնում է կամավոր, բարոյական, էթիկական պարտավորություն։ Քաղաքացիները հասկանում են, որ դատարանների միջոցով դրա հարկադրումը կարող է սահմանափակվել սահմանադրական պաշտպանություններով եւ իշխանությունների տարանջատման սկզբունքով։ Դրվում են ստորագրությունները տեխնացուի, քաղաքացիների ներկայացուցիչի միջև ամսաթիվ եւ վավերացվում է նոտարի կողմից։ Պետք է հստակ ձևակերպել խոստումները։ Անորոշ նպատակները կդարձնեն դրանց իրականացումը կամ դրանց շուրջ վեճը անհնարին։ Հստակ վերջնաժամկետները կարևոր նշանակություն ունեն ևս։ Նույնիսկ եթե դատարանը չպարտադրի հրաժարական, հանրությունը կարող է ճնշում գործադրել տեխնացուի վրա, որպեսզի նա հրաժարվի պաշտոնից, եթե խախտի այս համաձայնագիրը։ Իրավաբանի վավերացումը ուժեղացնում է համաձայնագրի իրավական կշիռը։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ ավելի ուժեղ եւ պաշտոնական ձևով, որը կներառի նաև հնարավոր հանրային դատական հայցերը, խմբային հայցերը, խոստումները խախտելու դեպքում։ Դա կարևոր է հատկապես հզոր գործիք կարող է դառնալ քաղաքական շարժումների համար։ Մենք գիտենք, որ քաղաքական գործիչները խախտում են խոստումները, չարաշահում իշխանությունը, հաճախ չկա նրանց վրա ազդելու, կանգնեցնելու, պատասխանատվության կանչելու լծակներ, եւ նրանք շարունակում են վնաս հասցնել մինչև իրենց հաջորդ ընտրությունները։ Կարող ենք քննարկել մեկ այլ նախագիծ, լուրջ նախագիծ, որը կարող ենք ստորագրություններով ներկայացնել խորհրդարան եւ եթե մերժվի դնել հանրային ռեֆերենդումի, հանրաքվեի։ Խոսքը վերաբերվում է այն մասին, որ ստեղծել նոր հատուկ հաստատություն քաղաքական պատասխանատվությունը վերահսկելու համար։ Սա կարևոր եւ լուրջ լուծում է։ Այդ մարմինը կարող է օրինակ լինել քաղաքական էթիկայի դատարան կամ հանրային պատասխանատվության խորհուրդ կամ ազգային ամբողջականության տրիբունալ։
Որպեսզի այս երկու հարցերը չխառնենք իրար, երեք այս մասին ես ավելի երկար խոսեմ եւ բացատրեմ այս հասկացության մասին, բացատրեմ թե դա ինչ է եւ ինչպես է արվում եւ ինչ օգուտներ կարող է մեզ բերել։ Սա մի նորություն է, նոր գաղափար եւ կարծում եմ լուծում է մեր այն խնդիրը, որ անընդհատ հայտնվում ենք նույն վիճակում, նույն խաբված վիճակում եւ ոչ մի լծակներ չունենք։ Հետևեցեք իմ հաջորդ հաղորդմանը եւ այնտեղ կլսեք այդ բացատրությունը, կբացատրեմ նաեւ որտեղ է այդ պետիցիան, ստորագրելը եւ այլը ամեն ինչ։ Ստեսություն, առայժմ այսքանը այս հաղորդման մեջ։